Ռուսաստանը հայտարարել էր, որ քննարկվելու է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը մինչև դեկտեմբեր, ու նաև իշխանությունը դրան էլ է պատրաստվում, իսկ ընդդիմությանը ինչ օրինակ առավելություններ կամ ինչ մարտահրավերներ կարող են լինել։ Այս մասին նախորդ օրերին ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսել, իսկ նախընտրական շրջանում ամեն անգամ եմ ասել։ Այս մարտը ոնց քանդել է Հայաստանի անվտանգության համակարգը, մի կերպ փլուզելու է տնտեսություն։ Խնդիրը շատ պարզ է, ժողովուրդ։ Հայաստանը հիմա եւ մոտ ապագայում Եվրոպական միության անդամ դառնալու որևէ հնարավորություն չունի։ Այդ մասին հայտարարում է նաև օրվա իշխանությունը։ Ասում է չկա այդ հեռանկարը, մենք առաջարկ չունենք։ Եվրոպական միության թեկնածու լինելու հնարավորություն չունենք, այսինքն դա մի հատ մշուշոտ ապագա է։ Բայց դրա կողքին մենք այսօր ԵԱՏՄ-ի անդամ ենք, որը մեր տնտեսության համար զարգացման խթան է։ Ու դա բոլոր վիճակագրության փաստերով հիմնավորված բան է։ Այս վարած քաղաքականության արդյունքում, եթե մենք դուրս մնանք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի անդամ չենք դառնալու։ Ու դա բերելու է Հայաստանում տնտեսական շատ ծանր հարվածներ։ Գազի գնից սկսած էներգակիրներից վերջացրած գյուղմթերքի արտահանում, մի խոսքով տեսնում եք, արդեն տնտեսությունը իր վրա զգում է։ Նույնը տեղի ունենալու հապկի պարագայում։ Հապկից մենք դժգոհ ենք, այո, դժգոհ ենք։ Բայց դուրս գալ հապկից մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնալու, չէ՞։ Իրականում ի՞նչ է տեղի ունենալու։ Իրականում ամեն ինչ արել են եւ անում են ռուսական ազդեցությունը Հայաստանում զրոացնելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարեկամականից դաշնակցային հարաբերությունները վերածել թշնամական հարաբերության եւ Հայաստանը մնալու Թուրքիայի ու Ադրբեջանի երախում։ Էսա տեղի ունենալու։ Սա արկածախնդրություն է, որ փորձում են տանել։ Հիմա այս մասին խոսում ենք, ասում են 5-րդ շարասյուն, ռուսամետներ, չգիտեմ ինչեր։ Ինչ են էս ասում, որ չխոսանք, որ խափեն մարդկանց, երկիրը տանեն նոր եւ ծանր խնդրեմ։ Այսինքն դու ես երկրի հետ ունես դաշնակցային հարաբերություններ։ Նայեք, հիմա պոպուլյար չի Հայաստանում այս մասին խոսելու։ Բայց այսօր հայ-թուրքական սահմանը ռուսական սահմանապաններ են, չէ՞ ասում։ Այդ որ վաղը տեղից հանեցիր, ի՞նչ է լինելու։ Շատ հարցեր կա, այսինքն այսօր հակառուսականությունը մեր երկրում մի աշճանի են հասցրել, որ մարդիկ չեն խոսում այդ մասին։ Բայց ինչ են դա արել են այդ միջավայրը, որ ստեղծեն, այն որ ասում են գնում ենք արևմուտք, չկա արևմուտք, արևմուտքից առաջարկ չկա, հնարավորություն չկա։ Ռուսաստանին այս տարածաշրջանից կոնկրետ մեր երկրից հանեն, թուրքերին բերեն տեղը, էսա տեղի ունենալ։